Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների, հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am Գյումրիում զանգվածային անկարգությունների գործով 2 ամսով կալանավորվել է մեր ձևով շարժման անդամ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։ Դատարանը որոշել է կալանավորել նաև Գյումրու ավականու անդամ համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի եղբոր Թորանը Գևորգ Ղուկասյանին։ Հոկտեմբերի 20-ին Գյումրիի քաղաքապետարանի հարակից տարածքից բերման ենթարկված 37 քաղաքացիներից 19-ի նկատմամբ կալանքա որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, 29 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Հոկտեմբերի 22-ին բժշկական կենտրոն է ծայրահեղձաններ վիճակում տեղափոխվել տղա երեխա, որի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել, պարզվել է, որ մահացածը 15-ամյա մն է, ում կախված վիճակում հայտնաբերել են ծնողները, կտրել են պարանը, ապա տեղափոխել հիվանդանոց։ Հոկտեմբերի 22-ին Վանաձորում տներից մեկից մահացած վիճակում շտապ օգնության բժիշկների կողմից բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխայի մարմին, պարզվել է, որ երեխան Լոռու մարզի բնակիչ 11-ամյա Ան է։ Հոկտեմբերի 10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քեռու փողոցում գտնվող հյուրանոցում, որտեղ վարձակալական հիմունքներով բնակվում են օտարերկրյա քաղաքացիներ, դիմակավորված անձինք են մուտք գործել տարբեր սենյակներ, պարզվել է, որ անհայտ անձինք ոստիկանության համազգեստով եւ դիմակներով մուտք են գործել հյուրանոցի տարբեր սենյակներ, զենքի սպառնալիքով ոմանց էլ կապ կպելով հափշտակել են բջջային հեռախոսներ, գումար ու դիմել փախուստի։ Պարզվել է, որ ավազակությունը կատարած 9 տղամարդկանցից մեկը մայրաքաղաքի Ֆրիկի փողոցի բնակիչը 41 տարեկան, իսկ մյուսներն օտարերկրացիներ։ Հոկտեմբերի 10-ին Երևանցին ձերբակալվել է, հաջորդ օրը առավոտյան ձերբակալվել է նաև 38-ամյա հասակակից օտարերկրացին։ Հոկտեմբերի 11-ին հանցանքի մյուս 4 մասնակիցները հայտնաբերվել են Մեղրիի անցակետում։ Հոկտեմբերի 22-ին հետազոտման նպատակով քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված Արմավիր քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը ցած թռչելով հիվանդանոցի պատուհանից դիմել է փախուստի։ Փախուստը կանխելու համար մեկ նախազգուշական կրակոց է օտարցակվել, սակայն կալանավորված անձը չի ենթարկվել եւ անցնելով հիվանդանոցի դարպասից դեպի դուրս շարունակել է փախուստը։ Ծառայողը կրակել է կալանավորված անձի ոտքի շրջանում եւ այդպիսով կանխել վերջինիս փախուստը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Բարեկները հոկտեմբերի 21-ին Սարյան փողոցում հայտնաբերել են Երևանի բնակիչ 29-ամյա մի երիտասարդին, 2024 թվականից հետախուզվում էր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ թափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 22-ին Մարգարավանաձոր Տաշիր ավտոճանապարհին բախվել են Volvo եւ VAZ-2106 մագնիշի ավտոմեքենաները, 5 հոգի, որոնցից 2-ն անչափահաս տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վիրավորներից մեկը մահացել է։ Հոկտեմբերի 23-ին 29-ամյա Նարեկն իր վարած Mercedes մագնիշի ավտոմեքենայով ապարան Սպիտակ ավտոճանապարհին դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին ու մխրճվել դրանց մեջ, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Հոկտեմբերի 23-ին Երևան-Սևանի-Ջևան ավտոճանապարհին Opel Zafira մագնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու կողաշրջվել, ավտոմեքենայի անվահեծերից մեկը եւ գազաբալոնները պոկվել ու շպրտվել են, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Հոկտեմբերի 18-ին ժամը 10-ի սահմաններում Մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում մայրաքաղաքի պարեկները նկատել են BMW մագնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը ըստ օպերատիվ տեղեկության զբաղվում էր տեղադրելու միջոցով թմրանյութի իրացմամբ։ Սահմանված կարգով պարեկները կանգնեցրել են ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել ու դիմել է փախուստի։ Արցախի պողոտայում BMW-ն ինքնավթարի է ենթարկվել։ Վարորդը դուրս է եկել մեքենայից, իր մոտ եղած պայուսակը նետել մոտակա այգին ու փորձել փախչել, սակայն դա էլ չի հաջողվել։ Վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին։ Պարզվել է, որ նա Գեղարքունիքի մարզի Լուսակոն գյուղի բնակիչ է, 26 տարեկան։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը քրեական վարույթի շրջանակում կատարվել է դեպքի վայրի զննություն։ Երիտասարդի նետած պայուսակում հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 35 փաթեթ, ընդհանուր մոտ 57 գրամ քաշով։ Պայուսակում կար նաեւ 3 փամփուշտով լիցքավորված ատրճանակ ու եւս 7 փամփուշտ պահունակի գրպանիկում։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։